Հանգամանքներ, ինչ պատճառով ինչ այս պահը ծանոթալի հասել հասցեատերի։ Պաշտպանության կողմից դիրքորոշում, նմանբարմանում շարունակել։ Նմանբարմաններում կարծում չի կարելի շարունակել և հաջորդ նիստի հետ կապված խնդրենք նկատի ունենալ ավելի մեծ դահլիճ տրամադրել, հաշվի առնելով, որ ներկաների ցանկությունը այս նիստին մասնակցելու շատ։ Պարոն Զորաբյան, ինչպես նկատել եք, դատարանի որոշումից դատական նիստ պետք է անցկացվեր թիվ 2 դահլիճում, որը անհամեմատ ավելի փոքր էր։ Մենք փորձեցինք, քանի որ մեր դատական կազմում ունեցված դահլիճը թիվ 2 դահլիճ էր, մենք փորձեցինք հաշվի առնելով, որ հանրային հետաքրքրությունը ներկայացնող անձանց քանակը փորձեցինք ավելի մեծ դահլիճում դատական նիստին անցկացնել։ Կփորձենք հնարավորության դեպքում, եթե այդ դահլիճը հնարավորություն այլ կարծիք կա դատական շարունակելու։ Ես ևս միայն գործընկերոջս դեպքների դատական գործունեությունը արտադրելու իմաստով, որ այս գործում բավականին խորը քննարկման կազմում դատարանը պետք է նաև այդ հարցերը վերաբերյալեսի նրանց դիրքորոշումը եւ նաև կոնկրետ ուժունությունները ունենալու որ կապակցություն գործին եւ դիրքորոշումը կարևոր է։ Եվ նաև այս դահլիճը կապված դատարանի բազալանքը բաց է, բայց նաև ուզում եմ ոչ միայն օրինակ դերսում դուրս այս մարտիկա որ պետք է ցանկանում ներկայացնել, որովհետեւ իրականում հրապարակայնության տեսանկյունից շատ քիչ մարդ է ներկա, որովհետեւ համանեք սկզբում կապված, բայց աշխատանքային վիճակներ բավականին խնդրալից։ Օրինակ ես հիմա ուզում եմ համակարգիչը խանեմ, որն է համակարգիչը կողքը բերում եմ աշխատելու փաստաթղթերի, կանոն համակարգիչը չեմ անել, այսինքն այս խնդիրը ուզում եմ որ դատարանը հստակ արձանագրի, որ գործում հասկանալի է ձեր դիրքորոշում, պարոն Սարգսյան, բայց նաև ընդունենք այն հանգամանք, որ բազմաթիվ լրատվամիջոցներ գտնվում են դահլիճում, ըստ էության հեռարձակում։ Հրապարակայնության սկզբունքը ամեն դեպքում ապահովված է, կարծում եմ, այդ մասով հարաբերություն չունի։ Կա այլ դիրքորոշում։ Միանում։ Պարոն Աջապարյան, տարբերվող դիրքորոշում ունեք։ Ներողություն արգելդատանի խնդրանք դատարանի, տեսեք, բոլոր դեպքերում ձեզ համար հասկանում եմ, քրեական դատարանության ինստիտուտի իմաստով գործում է մեղադրյալի հետ, բայց հաշվի առեք, որ arczepiskopos է ձեր առջև նստած, ու խնդրում եմ հնարավորության դեպքում դիմել նաև ողջավորական այդ պատշաճ դիմելաձև։ Եթե հնարավոր է, հաշվարկս դա է։ Հաշվի առնենք նաև քրեական դատարանության դերբնավորություն։ Չունեն։ Մյուս պաշտպանները նորություն ընդունել դիրքորոշում համակարգի դիրքորոշում։ Հաջորդ դատական նիստի օրվա ժամկետների հետ կապված պաշտպանական կողմից դիրքորոշումի դատական նիստը այս տարվա մեջ կամ հաջորդ տարվա մեջ նշանակելու հետ կապված հաշվի առնելով հրապարակումները առողջական վիճակի հետ կապված։ Եթե անհրաժեշտություն կա, տրմփատ ռեժիմով այդ հարցը քննարկելու ախտորոշումների հետ կապված քննարկենք։ Ես ձեզ նաև տեղեկացնեմ, որ նախագահ դատավորը 2025 թվականի դեկտեմբերի 23-ից հունվարի 13-ը ամենամեծ դատարանացին։ Ինչու՞մ է հանգամանքն հաշվի հունվարի 13-ը։ Գրաֆիկներով նաև առաջնահերթություն ունի դահլիճի որ միջակայքում կազմի երբ հնարավոր կլինի էլ ավելի մեծ միգուցե ավելի որոշիչ կլինի։ Դե եթե ավելի ուշ նշանակենք հնարավորություններն ավելի շատ։ Մենք կողմը որպես այս տարի նշանակվի դատականությունը, բայց քանի որ ըստ էության վաղը պետք է սփռնել բուժման կողմի,
չգիտենք օրինակ վաղը ստիպավիճակի ոնց կլինի, հետագազարգացումը ոնց կլինի, հետագայում մոտ ժողովրդով առաջարկում ամենում, բայց եթե մեր դիրքորոշումը այո մենք ստանում Վրաստանի Դեկտեմբերի 22-ին օրվա երկրորդ կեսարման է։ Դեկտեմբերի 22-ին։ Ժամը 3-ին։ Ես 22-ին երկրորդ դատականից ունեմ, 22-ին Ազատ օր էտոնա նշեցիք, դրանից հետո արձակուրդ 23-ից արձակուրդ։ Եթե անկեղծ խոսենք դժվար են պատկերացնել վաղը մեջնիկի իրավիճակը մենք 22-ին դավանում տեսնենք։ Եթե պրոբեկտիվ աշխատենք, առանց արևել ձեր իրավիճակները, մեր իրավիճակները, եթե 22-ն է հնարավորություն են բացիկը բժշկականանում Դարակցություն չունենք, գործենք 26 թվականի հունվարի նշանակ։ Հունվարի 13-ին կամ 16-ին։ Նման պայմաններում բողոքների քննարկումը հետաձգում և նշանակում 2026 թվականի հունվարի 13-ին ժամը 15:00 դատականից հայտարարում։